շատ կարևոր է նաև անվտանգության խնդիրները, այսինքն ինձ որպես քաղաքացի, այն մեր ընկերները, մեր տղերքը, եղբայրները, քույրերը, ինչպես ինքն ասում, եղբայրները, որոնք նստած տարբեր բակերում իրենց ժամանակն են անցկացնում կամ բլոտ են խաղում կամ նրանց մի բան պետք է հետաքրքրի։ Արդյոք կա հնարավորություն այն սպառնալիքները, որ ձևավորվել են ջերմուկից սկսած մինչև ագարակ, հարավ, այդ սպառնալիքները չեզոքացնել, մեղմել։ Եվ արդյոք այդ հնարավորությունը Ադրբեջանի հետ համաձայնվելն է ամեն ինչում։ Անկասկած ոչ։ Հավատացնում ձեզ, ես անցյալ օրը լսում եմ նաև այդ անվտանգության ոլորտում թե Քոչարյանի թիմի հայտարարությունները եւ թե Սամվել Կարապետյանի, ես խորապես համոզված եմ, որ մենք հայ ժողովուրդը, ընդ որում նաև միջազգային խաղացումը, եթե ժողովուրդը ամբողջությամբ աջակցի ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը առաջիկա ընտրություններում, միջազգային հանրությունը հաշվի է նստելու դրա հետ։ Վարիանտ չկա, որ հաշվի չնստի։ Այս մարդիկ գալիս են իշխանության ու նրանց նպատակ արդեն հայտարարված է։ Ոչ մի քաղաքական ուժ չի հայտարարում իմ նպատակը ռևանշն է։ Ինչքան էլ փորձում են կպցնել ռևանշիզմ բառը մեր ընդդիմադիր հատվածին չի ստացվելու։